Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, շնորհակալություն մեզ ընկալվելու համար։ Ավստրիայի Սանկտ Փոլթեն քաղաքում մեկնարկել է եպիսկոպոսաց ժողովը, ցավոք վեհափառը չկարողացավ մասնակցել ժողովին, քանի որ նրան իրավապահ մակարդակ արգելել է լքել երկիրը, նրան եւ մի շարք արքեպիսկոպոսների, այնուամենայնիվ այն կայանում է։ Բայց այսպեսի մի հարց, արդյոք այդ եպիսկոպոսաց ժողովը այդքան վտանգավոր կամ մտահոգիչ չէր այս իշխանությունների համար, որ ամեն ինչ արեցին խափանելու համար այդ ժողովը։ Այս իշխանության վախերի կամ նրանց քայլերի մասին խոսելը անիմաստ է, ցանկացած որևէ խումբ, որևէ թիմ, որը կարող է իրենց համար վտանգ ներկայացնել, բնականաբար իրենք ատամներով փորձելու են պայքարել։ Բայց խոսքը գնում է հայրաքելական եկեղեցու մասին, խոսքը գնում է հայրաքելական եկեղեցու կաթողիկոսի ամենայնց կաթողիկոսի մասին եւ քրեական վարույթ հարուցել կաթողիկոսի դեմ ուղղակի անլսելի անպատմելի խայտառակություն ամոթ է խարան է այս իշխանության եւ իշխանության ղեկավարի ճակատին, թեև ճակատ կարծես թե չունի, իր գրքում էլ չէ թարս է դրած նկարը։ Տեսեք, եկեղեցին մեր ինքնության հինասյուներից մեկն է, բայց այնինչ անում է այս իշխանությունը արդեն տարիներ շարունակ, մեր ինքնությունը ջախջախելն է, փոխելն է, փչացնելն է, ծառայելն է այն ուժերին, այն օտար հակառակորդ ուժերին, որոնց համար մեր տեսակ այս տարածաշրջանում տեղ չունի։ Եվ բնականաբար, եթե մեկին հանձնարարում են, տեսեք ինչ է ասում ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը, ասում է հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար։ Եվ իրենք այդ նույն տրամաբանության մեջ են։ Բնականաբար այս վերջին տարիների, վերջին ամիսների առնվազն տարի է լառնում արդեն հալածանքները եկեղեցու հանդեպ, եկեղեցու սպասավորների, մեր սրբազանների հանդեպ, 4 սրբազան այսօր փաստորեն կալանավորված են, Միքայել Աջապահյան սրբազանը, որ հիմա արդեն հիվանդանոցից տեղափոխվեց առաջնորդանան Գյումրի, բայց նաև զրկված է այլևս խոսելու, հայտարարություն անելու եւ նրան մենք էլ զրկված ենք տեսակցելու նույնիսկ իրավունքից։ Բագրատ Սրբազանը անհեթեթ խայտառակ, որը իրականում այս իշխանությունը փորձեց ահաբեկցություն իրականացնել սեփական ժողովրդի հանդեպ, ահաբեկիչ համարելով մարդկանց, որոնք բացարձակապես դրա հետ կապ չունեին։ Ծայրահեղ իսլամիստ նույնիսկ բնորոշում տվեց։ Այո։ Արշակ Սրբազանը, Մկրտիչ եպիսկոպոս Սրբազանը, դեռ չեմ խոսում նաև այլ սպասավորների մասին, բայց փառք Աստծո, գիտեք, միշտ որևէ ազդեցություն է առաջացնում, միշտ որևէ հալածանք պատկեր է բացում, թե ովքեր են իրական եկեղեցու սպասավորները, ովքեր են այս հասարակության մեր ժողովրդի ինքնության պահապանները եւ մենք այս ընթացքում նաև տեսանք տասնյակներով հոգևորականներ եւ վարդապետներ եւ պարզ քահանաներ, որոնք իսկապես նվիրումով եւ իրենց աշխարհընկալմամբ, իրենց մոտեցումով հայ հոգևորականի հայ ինքնության ճշմարիտ կրողներն են։ Եվ բացահայտեցինք նաև 10 տիրադավերին եւ նրանց 1, 2, 3, 4 սպասավորներին։ Տեսեք, բնականաբար վախկոտությունը, վախը, սարսափը ուժից, իսկ եկեղեցին ոչ միայն հոգևոր սպասարկություն, այլ նաև դարերով, հազարամյակով ձևավորված ուժը մեր հայ ժողովրդի, եթե ունենք 2-3 ուժային կենտրոն, մեկը բնականաբար հայ առաքելական եկեղեցին է։ Եվ այս հալածանքներից, այս խայտառակ որոշումից հետո կաթողիկոսի հանդեպ բնական է, որ մյուսները պիտի հավաքվեին եւ քննարկեին առկա խնդիրները։ Ես լիավույս եմ, որ այն 30 սրբազանները, ովքեր հիմա հավաքում այդ խորհրդակցական ժողովին են հավաքված, իսկապես հայտարարության բանդես կգան, կգնահատեն այս ամբողջ հալածանքները, ենթադրում եմ, վստահ եմ, որ այդ հայտարարությանը կմիանան նաև մեր այն հոգևորականները, սրբազանները, ովքեր չկարողացան, որոնց մուտքը արգելվեց, կարծեմ 5 ևս սրբազանի եւ մեր մյուս 4 սրբազանները, arczepiskopոսները, որոնք կալանավորված են, եւ ակնհայտ կդառնա նաեւ մեր ժողովրդի համար եւ այս չարիքի համար, որ 10 տիրադավերը կմնան մենակ, երբ որ ամբողջ եկեղեցին կսատարի եւ կանգնած կլինի իր ժողովրդի կողքին։ Իրենք այլ բան չունեն անելու, իրենց միայն իշխանության ուժը
իշաղ ոչ թե պետության, ոչ թե ժողովրդի ծառայեցնելն է, այլ իրենց անձնական իշխանություն երկարաձգելու նպատակին ծառայեցնելն է, բայց կարծեմ այս անգամ իրենց խոփը քարի է դեմառել եւ եկեղեցին ապացուցեց, որ ինքը այնքան հզոր է, որ չի ընկճելու որևէ նման հանցագործության առաջ։ Իսկ նման բռնաճնշումները հատկապես ընտրություններին ընդառաջ, նաև Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին կարող են շատ ավելի ծայրահեղ եւ սուր բնույթ կրել։ Իհարկե կարող են, տեսեք, այս իշխանության բնույթը ինչ է, ինքը ներսում փորձում է հալածել, փորձում է ճնշել, փորձում է ցանկացած ընդդիմադիր ուժ կամ ցանկացած հոգևոր մշակութային արժեքներով առաջող հայերին, բայց շամպես լուր է Ալիևի հնչեցրած սպառնալիքների դեմ, նրանց հնչեցրած ամենակոպիտ վիրավորանքների դեմ, սարսափելի շամպես վախենում է երկու բառ բարձրաձայն խոսել Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների մասին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը տեսեք, այս մարդը հաղորդի հիշեք, այս մարդու տեսակ ապտի ճանաչեք, երբ որ ինքը եկավ իշխանության 18 թվականին առաջին անգամ իր այցը արեց Ղարաբաղ, հանդիպեց Բակո Սահակյանին, մյուսներին եւ հիշում եք ինչեր էր ասում։ Այդ այս մարդը բան չունի, սրբություն չունի, ամոթ չունի, խիղճ չունի։ Հիմա ինքը նույն կերպ մեղադրում է, փորձում են կամ նաեւ իր թիմակիցները երեք մի բան անկավ աչքովս, որ Ադրբեջանը ի վերջո արդարադատություն է իրականացնում, մենք ինչ գործ ունենք սուվերեն պետության արդարադատության խառնվելու, այսինքն մի ինչ ասեմ, ախր ամեն անգամ կոպիտ բառեր են գալիս։ Եթերի համար այ փորձենք հնարավորինս բնորոշ թող մեր քաղաքացիները իրենք այդ բառերը իրենց մտքում կամ բարձրաձայն արտասանեն, բայց որևէ ռեալ իրական քայլ չեն կարողանում անել նույնիսկ այդ մարդկանց ազատությունը ապահովելու հարցում։ Այստեղ էր Միացյալ Նահանգների փոխնախագահը գնաց Ադրբեջան եւ կարծես հակոտնյա տարբեր օրակարգեր էին, ինչ որ խոստումներ, անիրականալի խոստումներ այստեղ եւ ռեալ համագործակցություն ռազմավարական բնույթի Ադրբեջանի հետ, բայց նույնիսկ այս այցը չկարողացան օգտագործել մեր գերիներին ազատ արձակելու հարցում, որովհետեւ դա իրենց պետք չի, իրենց ուրիշ բան է։ Այսինքն իրենց օրակարգում այդ հարցը չկա, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Իրենք ձև են անում, թեփր մենք քննարկում ենք տարբեր տեղեր, խոսում ենք, բայց դրա մասին պետք չի խոսել, բայց մի անգամ խոսեք, մի անգամ բարձրաձայն ասեք, ձեզ հայտնի խոսք է, չէ՞ ասում, եթե մի անգամ գլխիդ խփում են, եթե չպատասխանեցիր, երկրորդ անգամ են խփելու, երրորդ անգամ են խփելու, մի Ալիև ամեն անգամ սրա գլխին խփում է, սա էլի ձեն չի անում, բնականաբար շարունակելու է նույն կերպ վերաբերվել։ Եվ այս տեսակ անողնաշար ուժ չունեցող իշխանություն չի կարող այս երկրում ոչ խաղաղություն բերել, ոչ բարեկեցություն բերել, ոչ մարդկանց հոգսերը հոգալ։ Տեսեք ինչ է կատարում, ախր ավելի մեր ներքին օրակարգից խոսենք։ Վերջին 8 տարվա ընթացքում աղքատությունը Հայաստանում նվազել է 3-4%-ով։ Իրենք խոստացել էին կիսով կրճատել, պիտի դառնար 12%, հիմա 21.7% է աղքատությունը։ Այս 8 տարվա ընթացքում 44,000 ընտանիք նպաստների համակարգից դուրս է մնացել, դուրս են թողել, այդ մարդիկ էլի շարունակում են աղքատ մնալ։ 2024 թվականին Հայաստանում ծնվել է, եթե չեմ սխալվում, այսինքն 24 եւ 25 թվականի տարբերությունը 5600 ավելի քիչ երեխա է ծնվել Հայաստանում։ Ընդ որում աճել է մանկական մահացության թիվը մինչև 1 տարեկանի մոտ վիճակագրական խոսում եմ ամենապարզ ամենաբաներից, որ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում։ Առողջապահության համակարգում իբր թե բարեփոխում են անում, ապահովություն մտցնում, մարդկանց ուղղակի կալպում, թալանում, ինչ են անում։ Այս մարդկանց հետ ապագա չկա։ Դե իրենք ասում են այդ աղքատությունը, այդ խնդիրները մեր գլխում են, պարոն Վարդանյան, մեր հոգեբանության մեջ։ Ասել էր, չէ, վերջերս էլ, հո դա մեր հարցը չի, մարդը եթե աղքատ է, դա ինչ խնդիրն է։ Այս մարդիկ ոչ թե առաջնորդվում են պետության շահերով, սեփական ժողովրդի քաղաքացիների շահերով, այլ իրենց անձնական շահերով, այսքանը եւ ցավոք այդ սեփական շահերին ծառայելը ի վերջո հանգելու է մեր պետականության վտանգմանը եւ մեր քաղաքացիների արտագաղթին եւ դեռ չեմ խոսում Արևմտյան Ադրբեջան հասկացության մասին, հետեւողականորեն Ադրբեջանի կողմից թելադրվող 300,000 ադրբեջանցիների մասին Հայաստան տեղափոխելու մտադրությամբ գալիս են այստեղ Հայաստանում
Մեր հրապարակում, տեսանյութան հրապարակում կոչ են անում ադրբեջանցիներին գալ սեփական հայրենիք եւ ոչ մի քայլ, ոչ մի գործողություն, անվտանգություն, ազգային անվտանգություն գոյություն չունի։ Ստրուկների, կամակատարների հավաքածու ինքնասիրահարված եւ մեծ խոսող թե մենք հաղթելու ենք, գալաթ եք անելու։ Այս անգամ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը արդեն տեսել է, ճանաչել է սրանց արած բերած ավերմունքները։ Մի բան ունեին, չէ՞։ Գիշեր ցերեկ մի բանով էին հպարտանում, ասֆալտ ենք անում։ Ձյունը եկավ, պարզվեց, որ դա էլ չեն կարողացել անել։ Ամբողջ Երևանի փողոցները փոսերով լցված են։ Դա էլ բնական է, ինչ է փոսերով լցված, որտեղ անորակ են արել։ Ինչ որ արել են, անորակ են արել։ Քայքայել, պարոն Վարդանյան, այստեղ աղա չի քայքայում ասֆալտը, գիտականորեն ապացուցված է։ Եթե ասֆալտը որակով է արված, աղա չի քայքայում։ Ժամանակին տեսեք, Լինսի հիմնադրամով հսկայական ճանապարհաշինություն է եղել, ոչ թե միայն ասֆալտ, այլև ճանապարհների կառուցում։ Եվ այդ ամբողջ ընթացքում 7-8 տարի այդ ասֆալտը դիմանում էր։ Մի դեպք է եղել ընդամենը, որ ասֆալտ անող գործարարը անորակ է արել եւ դրա համար պատժվել է խստորեն։ Հիմա տեսնենք, այս անորակ ասֆալտը, որը նաև իհարկե ատղատների ամենահեշտ փող աշխատելու ձևն է, որ իրենք շատ արագ յուրացրել են առաջին օրվանից։ Նաև արտաքին բարդ կմեծացնել։ Որևէ բան, իհարկե, տեսնենք որևէ մեկը պատժվելու է սրա համար։ Այնպես որ կրկնում եմ, եւ ընդդիմության դեմ հալածանքները, քաղբանտարկյալների արկայությունը եւ հայրաքելական եկեղեցու մեծ հալածանքները ի վերջո ցույց են տալիս այս մարդկանց որակը, այս մարդկանց անհամատեղելիությունը իշխանության հետ։ Անդրադառնանք ներքաղաքական իրավիճակին, ԿՊ-ին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ընդդիմությունում կարծես թե ձևավորվում են կամ այդ խոշոր բլոկները եւ մտահոգություն կա, որ ընդդիմությունը կարող է կոալիցիա կազմելով ի վերջո իշխանության գալ։ Ինչու են հանկարծ մտահոգվել, ինչու է դա նրանց մոտ աժոտաժ առաջացրել անհանգստության։ Նախ տեսեք, ցավոք խորհրդարանական համակարգը երբ որ որևէ քաղաքական ուժ ունենում է բացարձակ մեծամասնություն, վերածվում է ավտորիտար համակարգի, ինչպես մենք տեսնում ենք։ Այսինքն մեկ մարդ թելադրում է պետության ամբողջ օրակարգը, պատգամավորները մեծամասնություն են, կոճակներ են աշխատում, սեղմում են, կառավարությունը ես եմ, կառավարություն գոյություն չունի, եւ այս պարագայում արդեն դադարում է խորհրդարանական համակարգը աշխատել։ Եվ ես կարող եմ ասել նաեւ, որ կոալիցիան ընդհակառակը, կոալիցիան շատ նորմալ, ամբողջ քաղաքից աշխարհում գործող համակարգ է, հատկապես խորհրդարանական համակարգերում, երբ որ քաղաքական ուժերը ունեն հիմնական առաջնահերթություններ երկրի ազգային պետական շահերի վերաբերյալ, ունեն տարակարծություններ նաև որոշ հարցերում, չգիտեմ, սոցիալական, տնտեսական, աճ, ձախ եւ այլն, բայց հանուն պետության, հանուն հասարակության շահերի կոալիցիա են կազմում եւ կառավարում են։ Եվ այդ ժամանակ նաև շատ ավելի առողջ է լինում մթնոլորտը, մարդիկ քննարկում են, տեսակետներ են հայտնում, բանավիճում են, գտնում են լուծումները։ Կոալիցիայից պետք չի վախենել, ընդհակառակը, նաև մեր անցյալի պատմությունը ապացուցում է, որ կոալիցիայի եղած տարիներին շատ ավելի արդյունավետ է պետությունը գործել։ Բայց որ վախենում են, բնական է, պետք է վախենան։ Ինչից են վախենում։ Վախենում են, որ իշխանության չեն լինի։ Շատ մի վախեցեք, չեք լինելու։ Այո, շատ բնական է, շատ նորմալ է, շատ դրական է, որ խոշոր խմբավորումներ են առաջանում, որովհետև նաև ամենավտանգավոր կողմերից մեկը այս ընտրությունների, որ մասնակցեն շատ ու շատ կուսակցություններ, չհաղթահարեն շեմը ընտրական եւ այդ ձայները փոշիանան եւ գնան իշխող ուժի մի զգալի մասը։ Այս առումով վախենալը բանն լավ են անում, որ վախենում են, բայց տրամաբանությունը քաղաքական պետության շահը, հասարակության շահը պահանջում է իսկապես գնալ խոշորացման, գնալ տարբեր խմբավորումների, որպեսզի ձայները չփոշիացնեն, որպեսզի եթե մի կուսակցություն առանցին կարող էր գնալ հավաքել 2%, բայց միանալով եւս երկու կուսակցության հետ կարող է հավաքել 4 եւ 5%, բնական է խելամտությունն էլ, տարական խելքն էլ ասում է, որ ճիշտ է այդպես անելն է, չէ՞։ Բնական է քաղաքական դաշտը այսօր անդիմադիր դաշտը խելքով է առաջնորդվում, մտքով է առաջնորդվում։ Իրանք երբեք մտքով եւ խելքով չեն առաջնորդվել։ Եվ այո, այսօր արդեն նկատելի է ձևավորում են 3, 4, 5 բլոկներ, համախմբումներ, եւ ես վստահ եմ, որ սրանց երգը երգված է։ Այսինքն տխուր նոտաներով։
տխուր երգ է երգվելու, այո։ Իշխանությունը այսպեսի մի թեզ է դաշտնել, ասում է հաշվի առնելով ընդդիմության ներսում այս վերադասավորումները, այո, քննարկումները եւ այլն, ասում են Քոչարյանի թիմի մի մասն էլ Ծառուկյանի թիմ է գնացել եւ սա շատ վտանգավոր զարգացումների առիթ կարող է դառնալ։ Իսկապես այդպես է։ Ով է գնացել Քոչարյանի թիմից։ Եթե խոսքը վերաբերում է Մայր Հայաստան կուսակցությանը, Մայր Հայաստան կուսակցությունը արդեն 3-4 տարի մեր թիմի հետ որևէ առնչություն չունի, առանցին միավոր է մայրաքաղաքի ընտրություններին մասնակցել է եւ որևէ առնչություն չունի։ Այդ թիմը իր խնդիրների նպատակները ես միայն ուրախ եմ, որ համախմբվել են, որովհետեւ եթե չհամախմբվեին, չմիավորվեին այլ քաղաքական ուժի, հերթական կարծում եմ, հերթական փոշիացնող ուժը կլինեին դաշտում։ Մեզ հետ, քանի որ կապ չունեին, մեզ հետ չէին կարող միավորվել, չէ՞ արդեն եթե քոչարյանական թիմները շատ ավելի տրամաբանական կներ, որ այստեղ չեն միավորվում, եթե այստեղ չեն, ուրեմն մեզ հետ կապ չունեն։ Լավ են արել, թող միավորվեն, ում հետ ուզում են, եւ եթե դրանով նպաստելու են ՇՄ հաղթահարելուն կամ ավելի բարձր ցուցանիշներ ունենալուն, մենք ուրախ կլինենք։ Պարոն Վարդանյան, այնուամենայնիվ, որքան էլ որ ընդդիմադիր դաշտում հիմնականում համախմբման, միևնույն օրակարգի շուրջ համախմբման գործընթաց է նկատվում, այնուամենայնիվ կան քաղաքական ուժեր, ովքեր հայտ են ներկայացնում առանձին մասնակցելու կամ ասում են, եթե համապատասխան դաշինքի ձևավորման հավանականություն տեսնենք համապատասխան քաղաքական ուժի հետ, այո, կմտածենք այդ հարցի շուրջ։ Այսպիսի ուժերի արկայությունը որքանով է խախտում այն համամասնությունը ընդհանուր օրակարգի շուրջ միավորման, որքանով է դա հարված է տակտում։ Դեռ երկու ժամանակ կա, բանակցությունները, քննարկումները ընթանում են, ի վերջո կարծում եմ մոտավորապես 20-ից 1 ամսից հստակ կլինի կոնֆիգուրացիաները, որ ուժերն են համախմբվել, որ ուժերն են գնալու առանցին եւ նրանցից ով ինչ խաղ է խաղալու։ Արդեն ասացի, որ 3-4-5 բլոկներ ընդդիմադիր երևում են եւ ամենակարևորը, որ այս բոլորի նպատակը այս չարիքին հեռացնելն է։ Սա է խնդիրը։ Մնացածը պայմանավորվելու, համագործակցելու մեխանիզմները միշտ էլ եղել են քաղաքական կոնսուլտացիաներ հնարավոր են, այդ ամեն ինչը կարվի։ Բայց խնդիրը մեկն է, բոլորը հասկանում են, որ սրանց պիտի հեռացնել, որ մենք վերականգնվելու ուժ կուտակելու եւ երկրում նորմալ համերաշխ մթնոլորտ ստեղծելու հնարավորություն ունենանք։ Այս առումով իհարկե դեռ պատկերը շատ հստակ չի, վստահ եմ էլի կլինեն փոքրիկ կուսակցություններ, որոնք առանցին կգնան 2-ը, 3-ը, 5-ը չեմ կարող ասել, բայց ակնհայտ կլինի, որ նրանք եթե մասնակցում են եւ ՇՄ չեն հաղթահարում, նրանք այսպես թե այնպես աջակցում են այս իշխանությանը եւ ավելի պատկերը པարզ կլինի, ինչպես եկեղեցու պարագայում հալածանքները սկսվեցին, բարձվեց ովքեր են տիրադավեր եւ ովքեր են իրական հոգեվորականները, այստեղ եւս կպարզվի ովքեր են իրական անդիմադիրները եւ ովքեր են նրանց կցորդները, նրանց սպասարկողները։ Մի հետաքրքիր խորամանկ նորություն կա քաղաքական դաշտում, երիտասարդների մի խումբ ձևավորել է բոլորին դեմ եմ շարժում, որը կարծեմ կուսակցություն են գրանցել եւ մասնակցել են ընտրություններին, փորձելով ինչ-որ 100 օրվա ծրագիր ներկայացնելով։ Տեսեք, որ հասարակության մեջ բոլորին դեմ մարդիկ կան, շատ բնական է կան, բայց այդ մարդիկ պիտի նաեւ հասկանան, որ իրենք գնում են քվեարկելու ոչ թե բոլորին դեմ, այլ քվեարկում են բոլորին դեմ կուսակցությանը։ Եվ ես խորապես համոզված եմ, որքան էլ հետաքրքիր մտածված այսպես ասած տարբերակ է, նրանք եւս ռեալ որևէ շանս չունեն հաղթահարելու ՇՄ եւ ցավոք փոշիացնելու են ձայները իմ անձնական համոզված կարծիքով։ Մարդիկ պիտի իմանան, իրենք ոչ թե գնում են քվեարկում են բոլորին դեմ, այլ գնում են քվեարկում են բոլորին դեմ կուսակցությանը։ Այսինքն սա որոշակիորեն մարդկանց մոլորության մեջ է գցելու, այո։ Այո։ Պարոն Վարդանյան, անդրադառնանք նաև այն հանգամանքին, թե ինչ պիտակներ է այս իշխանությունը ամեն կերպ կպցնում, կոպիտ ասած, ընդդիմությանը, այո, էլ 5-րդ շարասյուն, էլ օտար երկրների շահերի ներկայացուցիչ Հայաստանում, էլ հիբրիդային պատերազմի գործիք։ Այս ամեն ինչը հասարակության վրա ազդում է, թե արդեն ինչպես ասում են։ Նայեք, հասարակության մեջ կա մի շերտ, փոքր շերտ արդեն, որ եթե 18 թվականին անվերապահ հավատում էին սրան, 21 թվականին պատերազմի շոկից հետո գնացին եւ նորից վերընտրեցին եւ դա ամենամեծ մեր հասարակության կարծում եմ սխալներ եւ դրա շարունակությունը տեսան պատերազմ Արցախ, Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ, իրենք այլ բան չգիտեն անելու, քան թե մեղադրելու նախկիններին։ Նախկիններ, ներկաներ թեզը այլևս չի գործում, որովհետեւ նախկիններից յուրաքանչյուրը իրենց չափ է իշխանավարել
արդեն 8 տարի իշխանություն ունեն, իրենց պիտակավորումները բաները, ինչ-որ մի փոքր շետ իրենց ընտրած զանգվածի վրա, այո, բայց նրանք կան ու կան։ Բայց բնականաբար մտածող մարդիկ, խելացի մարդիկ, վերլուծելու ունակ մարդիկ, աշխարհը ճանաչող մարդիկ հասկանում են, որ այդ պիտակավորումները, այդ հակադրությունները այլևս չեն աշխատում, ուղղակի նրանք ուրիշ գործիք չունեն, ուրիշ բան չունեն։ Այն Թալանի պատմությունը, չգիտեմ ինչը եւ այլը, որ այդ ամեն ինչը խոսում էին, ես վստահ եմ, վաղ իշխանապողությունից հետո պարզվելու է, թե ինչ են արել իրենք եւ ինչ են անում նաեւ բացահայտ այս պարգևատրումները, այս եւ այլը, այս նույն ասֆալտների պատմությունը, Անիֆի պատմությունը, տասնյակներով, այսինքն դեռ չեն խոսում մեր ազգային պետական շահերի ուղղակի ոտնահարման, ինչպես կարող է քո պետության, քո ազգային պետության, ինքնիշխան պետության ղեկավարող քաղաքական ուժը, ես ամեն տեղ ասում եմ, սրանց ասում եմ ԿՊՆՓ կամ ՆՊ-ՔՓ իրենց առաջնորդի եւ իրենց կուսակցության անունների համադրությամբ կարող է ծառայել օտարի շահերին, կարող է ուղղակի կատարել նրանց հրահանգները, ցանկացած հարցում, որից եմ ասում, երկու պարզ մարդ, եթե մեկը մյուսին ծաղրում է, հայհոյում է, ամենավերջի բառերն է ասում, ոտնահարում է նրա ամբողջ ընտանիքի, այս դեպքում ընտանիքը ժողովուրդն է, պետությունն է, եւ դու ձայն չես անում, եւ դու որևէ պատասխան չես տալիս։ Այդ մարդը ինչպես կարող է այդ ընտանիքի հայրը լինել, ընտանիքի ղեկավարը լինել։ Բնական է, որ ընտանիքի անդամներն են ժողովուրդ հասարակությունը մեծ մասը տեսնում է։ Ալիևի մեկ այլ հայտարարության անդրադառնանք, Մյունխենում նա հայտարարեց, որ Հայաստանի հետ որևէ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվելու, քանի դեռ Հայաստանի Հանրապետության մայրօրենքը սահմանադրությունը չի փոխվել։ Իհարկե Ալիևի նմանատիպ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը դիսկուս մտցրեց նաև այդ հարցը, նաև աշխատանքներ են սկսել, մարտին պետք է ավարտեն, այո, սահմանադրության ամբողջական տեսքի բերումը, այդ մասին նաև Սրփուի Գալյանն է ասել, ինչ խնդիրներ են լուծելու, բացի այն հայտնի կետերը, որ մենք գիտենք, միգուցե հակոտնյա այլ բաներ էլ կան։ Ես բացառում եմ, որովհետև պատերը տրված է, սահմանադրությունից փոխեն նախաբանը, փոխեն անկախության հռչակագրի դրույթները, այսինքն այն ինչ որ Ալիևը ուզում է անել։ Իսկ բնականաբար այս քայլով սրանք փորձելու են մարտին հրապարակել սահմանադրության նախագիծը եւ ինչ-որ փափուկ իբր թե բարձ դնել Ալիևի, չգիտեմ, գլուխների, վիշապի գլուխների տակ։ Բայց բնական է, որ սա նույն շատ պատմության շարունակությունն է։ Ալիևն ասում է, ինչ սահմանադրությունը չընդունեք Չիլնի խաղաղության համաձայնագիր, սրանք ասում են այսօր էլ պատրաստ են խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Այս իրավիճակն է։ Տեսեք, Ալիևը այսպես պահելու է միշտ սպառնալիքի տակ, եւ որ խոսում են խաղաղությունից, հերթական ապուշությունն է, հերթական հեքիաթն է։ Ոչ մի խաղաղություն չկա, եթե այդ խաղաղությունը դու պատրաստ չես, եթե դու ինքդ քեզ պաշտպանելու ունակ չես, եթե չունես խաղաղության երաշխիքներ, երաշխավորներ։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղության համաձայնագիրն արդեն ստորագրված է, փաստ է։ Խաղաղության համաձայնագիրը ոչ խաղաղություն է բերելու, ոչ էլ ստորագրված է խաղաղության համաձայնագիրը։ Այո, ինքը շարունակի ինքը ստորանալ, շարունակի անել Փաշազադեի եւ Ալիևի եւ Էրդողանի հանձնարարականները, որը ժամանակ կարող է խաղաղություն լինել իսկապես։ Բայց դա բացարձակապես իրական խաղաղության հետ կապ չունի, իրական խաղաղությունը դու քեզանով ես երաշխավորում, քեզանով ես ապահովում, քո դաշնակիցներով ես ապահովում։ Հերթական մանիպուլյացիան, հերթական սուտը, հերթական հասարակության մի մասի աչքերին պատրանքներ, չգիտեմ ինչեր գոյացնելն է։ Չի աշխատելու, այս իշխանությունը ընդունակ չէ որևէ բան անել, ոչ արտաքին ճակատում, ոչ ներքին ճակատում, ոչ հասարակության բարեկեցությունը ապահովելու հարցում, ոչ առողջապահության հարցում, ոչ ասֆալտ անելու հարցում, որևէ հարցում անունակների իշխանություն է, բայց մեծաբերան, պոռոտախոս, ինքնասիրահարված եւ միակ նպատակով երկարաձգել իրենց անփառունակ իշխանությունը։ Նույն թրիփը Ալիևը Մյունխենում եւս մեկ փուչիկ պայթեցրեց, կոպիտ եթե արտահայտվենք, հայտարարեց, որ Թրամփի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի երասխ, այլ Նախիջևանով դեպի Թուրքիա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Թուրքիան երկար է կարոզում, որը գալու է միանա այդ ճանապարհին եւ գնալ Ադրբեջան եւ գնալ Միջին Ասիա։ Բայց Փաշինյանն այլ բան էր ասում։ Փաշինյանի ասածների նախր ինչ է, այդ Փաշինյանը իր կյանքում մի անգամ է ճիշտ բան ասել, փոքր ժամանակ, երբ որ ասել է 4 երեխա եմ ունենալու, իր ամբողջ կյանքում միակ ճիշտ բանը
դա է, նա չգիտեմ այդ 4 երեխաները ով որտեղա որքանով են։ Փաշինյանի ասածները ծայրից այս սուտ են, Հայաստան մանիպուլյացիա են։ Տեսեք, Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանում թրիփ չկա, թրիփը մեր տարածքում է, Ադրբեջանը կապ չունի թրիփի հետ։ Ամիացանների նախագահը գալիս է գնում է ռազմավարական փաստաթուղթ է ստորագրում Ադրբեջանի հետ, որտեղ գրված է թրիփի հետ կապված դրույթներ։ Հիմա որին դուք հավատաք, թղթի վրա գրված թրիփը Ադրբեջանի հետ քննարկող նախագծին, թե Նիկոլի ասածներին։ Ասել են, չէ՞ եւ մեր բազմաթիվ մասնագետներ եւ հանրապետության երկրորդ նախագահը ասել է, որ Ված բան չի, թող լինի, բայց դա պիտի երկարացվի, դա պիտի ինլայնվի, դա պիտի ծառայի նաև ինչ-որ չհովիթը չի երկարացվելու Ալիևի ըստ Ալիևի, բացարձակապես Հայաստանի վերօգուտ չի տալու։ Դրա համար շատ ավելի կարևոր է այսօր մեզ համար եւ հարկ ասու, հիմա իրավիճակը տարածաշրջանում այնպեսին է, որ խոսում է աբխազական երկաթուղու հնարավոր բացման մասին, եթե եւ լուրջ պետություն այսօր կզբաղվեր դրանով։ Աբխազական երկաթուղու եթե գործի, Ադրբեջանով պատտվելով Ռուսաստան կամ Բերտանելը դառնում է լրիվ անիմաստ չէ։ Ոչ շահավետ։ Դրա համար մեր նախընտրական, երբ որ աշխատում ենք, մտածում ենք նախընտրական քայլերի անելիքների մասին, իբրև արտաքին քաղաքականության կարևոր դրույթներից մեկը, հենց նաև աբխազական երկաթուղու նախաձեռնել, բանակցել, փորձել այդ ճանապարհը բացել։ Այսինքն ունեք ապաշրջափակման ձեր ճանապարհային քարտեզը։ Եվ հետո տեսեք, նաև մեր դիվանագիտությունը, մեր արտաքին դիվանագիտությունը, ես հետևյալն եմ ասում, տեսեք, ուժեղ բանակը խաղաղություն է, թույլ բանակը պատերազմ։ Ուժեղ բանակը, եթե դու ուժեղ բանակ ունես, քեզ դաշնակիցներ է բերում։ Եվ երրորդը, ուժեղ բանակի արկայությունը քեզ արտաքին քաղաքականություն, դիվանագիտություն վարելու վստահություն է ներշնչում։ Իսկ սրանք ասում են բանակը 10-րդական նշանակություն ունի անվտանգության համար։ Այո, իրենց կարծիքով այո, Ադրբեջանը եկել է Հայաստանի տարածքում նստել է, բոլոր բարձր դիրքերը գրավել է, եւ իրենք ասում են բանակը մեզ համար կարեւոր չի։ Այնինչ Եվրոպայում սկսել են բանակի մանիպուլացնելու մեծ փորձառություն ունեն եւ ստորագույն աստիճանի։ Հիմա արդեն խոսում են այն մասին, որ առաջիկայում պատկերացնում եք ենթադրում եմ, որ գուցե վստահ եմ, որ այդ առանց կրակի ծող չի լինում, մտածում են մայիսի 28-ին զինվորական շքահանդես կազմակերպել եւ ցույց տալ իրենց զենքերը։ Մայիսի 28-ին Հայաստանի անկախության առաջին հանրապետության օրը հերթական անգամ մոլորեցնեն փորձեն խաբել ժողովրդին։ Բայց կրկնում եմ, եկեք այս դրական լավ նոտայի վրա ավարտենք, իրենց ժամանակը ավարտվել է։ Իրենք վերջացած են։ Քաղաքական դաշտի համախմբումները, խելացի աշխատանքը, կազմակերպված աշխատանքը առաջիկ ամիսներին մեր հասարակությանը եւ նաեւ վախի մթնոլորտի հաղթահարումը առաջիկայում կապացուցել, որ նրանք այլևս շանս չունեն եւ ես վստահ եմ, որ դժվարությամբ տարիների կորուստներից հետո ժամանակի վատումից հետո մենք հնարավորություն ենք ունենալու այս ընտրություններով հեռացնել սրանց եւ քայլ առ քայլ վերականգնել տարածաշրջանում մեր դիրքը, մեր հեղինակությունը, աշխարհում մեր արժանապատվությունը, նաեւ մեր հոգեվոր արժեքները։ Այսինքն մեծ հնարավորություն կա, որ հունիսի 7-ը կդառնա ՔՊ-ի քաղաքական ուղու ավարտը։ Այո, համոզված եմ։ Եվ այդ համոզումը ուզում եմ փոխանցել մեր հասարակության բոլոր անդամներին, մեր քաղաքացիներին, որոնք բոլորն էլ հասկանում են, որ սրանց վերընտրվելը նշանակելու է Հայաստանի ադրբեջանակացում, թուրքացում, նշանակելու է այստեղ ադրբեջանական բնակչության ռեալ ներկայություն եւ մի քանի 10-20 տարի հետո արդեն ամբողջ ժողովրդագրական պատկերի փոփոխություն։ Դա ինչ էր ասում էր 2050 թվականին 5 միլիոն պիտի ունենանք, չէ՞ բնակչություն։ Բայց չէր մասնավորեցնում ում հաշվին։ Առանց իրա։ Կհասնենք այդ թվին առանց Նիկոլ Փաշինյանի։ Այո։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրներ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, կհանդիպենք վաղը։